Բարյոսելի քույր եղբայրներ ջան, եկեք շարունակենք Հռոմեացիս 12-ի երկրորդ համարը եւ արդեն ամբողջացնենք։ Մենք խոսեցինք Աստծո կամքի մասին, առաջնային մենք տեսանք, որ Աստծո կամքը մեզ հայտնված է եւ Աստված, այսինքն առաքյալը այստեղ խոսքի մեջ ոչ թե մղումը հավատացյալներին քննել, փնտրել, պրպտել եւ գտնել Աստծո կամքը, այլ նորոգված մտքի մեջ, այսինքն Աստծո խոսքից արտադրված, Քրիստոսի ճանաչողությունից արտադրված բարեական կամքի հետ ավելի համաձայնվել կամ հաստատվել կամ մեր կյանքերը հոգևոր ուղղել ավելի այդ կամքի համաձայն, հնազանդվել այդ կամքին, այսինքն որովհետև հետագա համարներում առաքյալն անդրադառնում է եկեղեցու մեջ հարաբերությունների, տեսեք, երրորդ համարից եմ ես ընթերցում, որովհետև Աստծո շնորհքով, որ ինձ տրված է, ասում եմ ձեր մեջ ամենին, բան չմտածել նրանից ավելի, քան թե արժան է մտածել, այն մտածել պարկեշտ կենալ այնպես, ինչպես որ Աստված ամեն մեկին հավատքի չափը բաժանեց։ Բան չմտածել ավելին, այլ մտածել, ուշադրի նայեք, պարկեշտ կենալ այնպես, ինչպես որ Աստված ամեն մեկին հավատքի չափը բաժանեց։ Ինչ է նշանակում բան չմտածել ավելին, որովհետև երբ որ մենք Աստծուց ստանում ենք այդ պարգևները, դեմարակյալն ասում Աստծո շնորհքով նաև ինձ տրված պարգևով եմ ես սա ձեզ ասում։ Այսինքն ամեն մեկին, որ Աստված տալիս է պարգևը, այդ պարգևի հետ նաև տալիս է այդ հասկացողությունը, ինչպես այդ պարգևը կիրառվի մյուսների շինության համար։ Այստեղ երբ որ խոսքը գնում է հավատքի չափ, այստեղ փրկության հավատքի մասին չի խոսեցելնես, այլ հոգևոր հասունության կամ հոգևոր ընկալման հասկացողության։ Դա համար վերևում ինքը խոսում Աստծո կամքի մասին, այսինքն Աստծո կամքի նաև մեր ընկալումների մեջ մտնում է, որպեսզի մենք հասկանանք, որ այս պարգևը, որ ինձ տրված է, այս պարգևը տրված չի, որ իմ կյանքը ես օգտագործեմ կամ իմ կյանքի շինության համար լինի։ Այն տրված է, որպեսզի եկեղեցում կիրառվի մյուսների շինության համար։ Եվ սա կարևոր է, դա համար երբ որ առաքյալն ասում է ավելին չմտածել, ցույց է տալիս, որ չլինի, որ հանկարծ ինչ որ մեկը Աստծուց ստացած պարգևով հպարտանա կամ այդ պարգևը մտածի, որ մյուսներից ավելի կարևոր պարգև է։ Այսինքն ինքը նորից տեսեք, որտեղ Աստծո շնորհքով, որ ինձ տրված է, ասում ձեր մեջ ամենին, բան չմտածել նրանից ավելի, քան թե արժան է մտածել։ Արժան է մտածել, այստեղ արժան բառի հիմքում ընկած է եկեղեցու շինությունը, արժան է մտածել, այսինքն պարգևը օգտագործվի մյուսների համար։ Դրանից ավել դուք որ մտածում եք, դա նշանակում է դուք ձեր պարգևը մյուսների ստացած պարգևից ավելին եք կիրառում, այսինքն դուք հպարտանում եք։ Այս մասին է խոսքը, ինչի, դրա համար ես ինչի սա կարդացի, որպեսզի հետագա համարը, որովհետև երբ որ առաքյալն արդեն անդրադառնում է, որ մեր կյանքերը դրված են որպես կենդանի զոհ Աստծո զոհասեղանին, եւ սա մեր ընդհանուր կյանքն է, որպես կենդանի զոհ, այսինքն մենք պատկանում ենք Աստծուն, անմիջապես անդրադառնում է Աստծո կամքի հասկացողության։ Նորից եմ շեշտում, առաքյալը չի խոսում կամքի զանազանելուն, այլ արդեն մեր Աստծո կամքը, որը մեզ հայտնված է, այսպիսի մեր կյանքերը հնազանդվի այդ բարոյական չափանիշներին։ Դա մանիք ասում է, ձեր մտքի նորոգությունով նորոգվեցեք, այսինքն մեր միտքը նորոգվել է, հոգևոր հասկացողությունը մենք ունենք, որն Աստծո կամքը։ Հիմա մեր մտքի նորոգությունով մեր կյանքերը պիտի նորոգվեն։ Այս մասին է խոսքը։ Հիմա մենք անցյալ անգամ անդրադարձանք, որ Աստծո կամքի հասկացողության մեջ ամենակարևորը, որ հավատացյալը զանազանի Աստծո նախասահմանված կամքը կամ Աստծո ծրագրի մասին կամքը բարոյական կամքից։ Համար երկրորդ Օրինաց 29:29-ում մենք կարդացինք այն ինչը որ ծածկված է մեր Աստծո համարը եւ այն ինչը որ մեզ հայտնված է մեզ մեր երեխաներին, որպեսզի այս օրենքի խոսքի, այսինքն պատվիրաններն են։ Այսինքն նախասահմանված կամքը, ինչ որ Աստված գտել է իր ծրագրի որոշ բաղադրիչ կարևոր գլոբալ շրջաներ մեզ հայտնելը, նորից եմ ասում, որպիսի հավատացյալի հույսը ավելանա Քրիստոսի գալուստի մասին, նշանների մասին է խոսքը գնում, որոշակի շրջանների հակաքրիստոսի հազարի մեր մասին, այսինքն ամենը Աստված գտել է, որ պետք է հավատացյալին, որպիսի ավելի ամբողջանա Աստծո հետ հարաբերություն, այսինքն տեսնի, որ Աստված հսկում է ամբողջ պատմությունը եկիրը։ Սակայն ոչ բոլոր նախասահմանված կամքն է հայտնված։ Այսինքն ամեն մի հավատացյալ չգիտի, թե ինքը ինչ կյան է ապրելու, ուր է իրան տանելու Աստված, այսինքն սա կարա լինի գուշակություն հավատացյալի կողմից, սա կարա լինի իր պատկերացումները, բայց դա երբեք Աստված նրան չի հայտում։ Սա դրա համար այն ծածկված է, բայց Աստված այս նախասահմանված կամքը ի վերջո իրականացնում է, այսինքն Աստծո կամքի նախասահմանված բաժինը մենք կարիք չունենք իմանալու, որովհետև դա այնպես թե այնպես Աստված այն իրականացնում է։ Բայց բարոյական կամքը մեզ հայտնված է, որովհետև բարոյական կամքը ձևավորում է մեր եկեղեցում հարաբերությունները։ Այսինքն բարոյական կամքը կատարելով է, որ մենք Աստծուն նման ենք, թե նման չենք։ Բարոյական կամքը կատարելով է, որ մենք եկեղեցում շինություն ենք բերում, թե եկեղեցին վնասում ենք։
Սա բարոյական կամքի հետ է, բայց բարոյական կամքի մեջ մենք անդրադարձանք երկու բաժնի։ Առաջինը բարոյական կամքի մեջ մենք տեսանք, որ կա ուղղակի պատվիրանների օրենքների միջոցով մեզ հայտնված կամք, օրինակ ուղղակի կամքից մեկն է ձեր սուրբ լինելը, ուղղակի կամքից մեկն է, որ ամեն մեկը պետք է ապաշխարի։ Սա հայտնված կամք է, ուղղակի է։ Սա կարա լինի եւ ուղղակի, եւ սկզբունքների մեջ արտահայտված։ Կա, այսինքն, կա բարոյական կամք, որը հայտնված է պատվիրանով, մի շնացի, մի գողացի եւ սրա նման ամեն ինչ, որ ուղղակի մենք ունենք։ Եվ կան բարոյական կամքի բաժին, որ ուղղակի հայտնված չի, բայց Աստծո խոսքի սկզբունքները մեզ բերում են այդ հասկացողության, կդարձնում են այն ուղղակի։ Օրինակ, թմրանյութերի մասին Աստվածաշունչում չկա, բայց մենք գիտենք, որ որևէ մի հավատացյալ չպիտի լինի ինչ որ մի բանի իշխանության տակ, բացի Աստծո։ Այսինքն մենք հասկանում ենք, որ եթե մի բան կարա իմ կյանքի վրա ունենա ազդեցություն եւ ինձ պահի իր իշխանության տակ, նշանակում է դա արդեն մեղք է։ Այսինքն մենք հասկանում ենք, սա կարա կիրառվի թմրանյութի, սա կարա կիրառվի խմիչքի նկատմամբ։ Այսինքն տեսեք, սրանք շատ կարևոր է, սրանք արդեն ոչ ուղղակի կերպով Աստծո խոսքի սկզբունքներից քաղված բարոյական կամքի մասին մեր հասկացողությունն է։ Եվ հիմա կանադառնանք արդեն այս երրորդ բաժնին, Աստծո կամքը զանազանելու անձնական համոզմունքներին։ Հիմա տեսեք, այս ընդհանուր բարոյական կամքի երկու կոմպոնենտ, առաջինը ուղղակի հայտնություն բարոյական կամքի, մյուսը Աստծո սկզբունքների միջոցով հայտնված։ Այսինքն քաղված ընդհանուր որոշակի նկարագրող հատվածներից, վերագրող հատվածներից մենք հասկանում ենք նաև Աստված ինչը կուզի անենք, ինչը չի ուզի անենք։ Այսինքն սա կարևոր է։ Հիմա Աստծո կամքի զանազանության անձնական համոզմունքները, սա այս բարոյական կամքի կարևոր բաժին է։ Ինչ է սա նշանակում։ Սա այն ամենն է, ինչը հավատացյալը Աստծո խոսքի քաղվածությունից իր կյանքի համար, իր հոգևոր կյանքի հասունության եւ զգուշության համար ինքը որդեգրում այդ սկզբունքները։ Ինչ են սա։ Սա գալիս է հավատացյալի նպատակներից, սա գալիս է իհարկե նպատակները պիտի ամբողջական լինեն ընդհանուր Աստծո խոսքի հետ համահունչ, սա գալիս է հավատացյալի իր տկարությունները հաշվի առնելով, այսինքն սա կարա լինի անձնական համոզմունքներ, օրինակ, որպեսզի մեզ ավելի պարզ դառնա սրա մասին խոսքը։ Օրինակ, հավատացյալը կարա իր անձնական հոգևոր հասունության համար որոշի, որ ինքը իր տան մեջ հեռուստացույց չպիտի օգտագործի, կամ կարա հեռուստացույց ունենա, բայց չմիանա ալիքներին։ Հեռուստացույցը որպես մոնիտոր օգտագործի հոգևոր սկզբունքներ, հոգևոր հաղորդումներ նայելու համար, որոշակի վիդեոներ, որոշակի սեմինարներ, Աստծո խոսքը քննելու համար օգտագործի։ Բայց հեռուստացույցի ալիքներին չմիանա, այսինքն չմիանա տրանսլյացիային։ Հիմա տեսեք, սա անձնական է, որովհետև Աստծո խոսքի մեջ ասված չի, բայց Աստծո խոսքի մեջ նաև մենք կարանք օրինակ հավատացյալ կա, որ իրան շատ հետաքրքրում է ընդհանուր քաղաքական վիճակը կամ աշխարհագրական երկիրը ինչ է կատարվում, որովհետև իր աղոթքի համար նյութեր են։ Ամեն դեպքում, տեսեք, ամեն մեկը սա անձնական որպես սկզբունք կարա վերագրի, բայց շատ կարևոր է, որ մենք հասկանանք, որ այս սկզբունքները, որը իմ անձնական սկզբունքներն են հոգևոր, դրանք ընդգրկում են այն օղակները, որտեղ ես հաշվի եմ նստում իմ տկարությունների հետ, այսինքն իմ տկարությունները հաշվի առնելով, իմ անձնական հոգևոր հասունության սովորությունները հաշվի առնելով, այնտեղ որտեղ ես կարամ սայթաքեմ, սրանք հաշվի առնելով, այդ սկզբունքները ես որդեգրում եմ իմ զգուշության համար։ Սա անձնական հոգևոր սկզբունքներն են։ Ամեն մեկը իր համար հոգևոր սկզբունքներ կարա որդեգրի, քաջալերվելու համար, տկարությունները հաշվի առնելով եւ այսպես, բայց երբեք չի կարելի այդ քո անձնական սկզբունքները ներկայացնել որպես ունիվերսալ Աստծո պատվիրան։ Սա այդտեղ կարա հանդիսանա վտանգավոր դաշտ, երբ որ դուք մարդկանցից կպահանջեք այդ նույն սկզբունքները, ինչը որ դուք որդեգրել եք, հաշվի առնելով ձեր տկարությունները եւ հաշվի առնելով ձեր հոգեվոր նպատակները։ Սա շատ կարեւոր է։ Ինչ որ մեկը կարա որոշի, որ ինքը առավոտ շուտ պիտի զարթնի, իր աղոթքը պիտի առավոտ շուտ սկսի, առավոտ շուտ ինքը պետք է ընթերցանություն ունենա հասկացողությունով։ Սրանք շատ կարևոր է, ինչ որ մեկը երբ որ տեսնում է, որ ինքը Աստծո խոսքի հետ է մնում, առավել ինքը կարա նշանակի իր կյանքում ժամեր, որպեսզի ինքը այդ ժամերին անիջից կտրվի եւ սկսի Աստծո խոսքով զբաղվել։ Սրանք կարևոր համոզմունքներ են, որոնք անձնական են։ Այս անձնական համոզմունքները միշտ ամենակարևորը նա է, որ այն հաստատված լինի Աստծո խոսքի ճշմարտության վրա, որովհետև կարա լինի անձնական համոզմունքներ, որը արտադրվի կամ որը իր հիմքում ունենա ձեր կյանքում ներկա դեր արկա մնացած սնոտիա պաշտությունից։ Տեսեք, շատ կարևոր է սա։ Այսինքն, երբ որ մենք խոսում ենք մեր անձնական համոզմունքների մասին, որդեգրած համոզմունքները Աստծո կամքի հետ կապված, մենք պետք է անցալենք, որ դա պետք է ուղիղ լինի Աստծո խոսքի ճշմարտության հետ կապված։ Այսինքն, երբեք մեր կյանքի
որոշակի սնոտիապաշտական, որոշակի Աստծո խոսքից հեռու ավանդույթներ ընդգրկող սկզբունքների վրա չպիտի մեր կյանքում ձևավորվեն անձնական սկզբունքներ, որովհետև դրանք սկսեն խանգարել եւ դրանք միշտ բախումներ կառաջացնեն մյուս հավատացյալների հետ։ Այսինքն այստեղ ոչ թե Աստծո կամքի զանազանությունը եւ այդ սկզբունքների ворթեգրությունը ոչ թե կնպաստի եկեղեցու շինության, այն կարա արգելակի, այն կարա որոշակի պահանջներ ձեր կյանք բերի, որը ձեր կյանքում կարա անդրադառնա գայթակղություն մյուսների նկատմամբ, տրտմություն ընդհանրապես հոգևոր կյանքում, եւ սա կխանգարի ձեր հոգևոր աճին։ Սերներս, սրանք շատ կարևոր թեմաներ են, ես ամեն մեկին, եթե անդրադառնամ ամեն մեկին մանրամասը, շատ ժամանակ կգնա, բայց ուղղակի, քանի որ մենք հիմա խոսում ենք երրորդ սկզբունքի մասին, Աստծո կամքը զանազանելու անձնական համոզմունքների մասին, ես փորձում եմ այս ամենը ավելի արագ, ավելի հակիրճ նշել։ Սա կարևոր է, նորից, որպեսզի մենք հասկանանք։ Այս անձնական համոզմունքները ընդգրկում են մեր կյանքում հոգևոր տկարությունները, որոշակի առումով մեր կյանքում ինչը կարա մեզ քաջալերի, այսինքն մենք ընտրում ենք մեզ համար եւ ворթեգրում ենք որոշակի սկզբունքներ։ Իհարկե, Աստծո կամքի ամբողջական նկարագրող, վերագրող հատվածներից, Աստծո խոսքի մեջ։ Եվ կարևոր է հասկանանք, որ սա անձնական համոզմունքներ են։ Սրանք երբեք չի կարելի ներկայացնել եւ բոլոր եկեղեցուց պահանջել, որ որևէ մեկը եկեղեցու անդամներից հեռուստացույց չունենա տունը։ Իսկ եթե մեկը ունի, մենք նրան ասենք, որ այնքը մեղք կա գործում։ Սա շատ կարևոր խնդիր կարա առաջանա։ Ուրեմն, սա անձնական համոզմունք է, երկրորդ անձնական համոզմունքը դա անձնական, երկրորդը դա համոզմունքը պիտի հաստատված լինի կոնկրետ Աստծո խոսքի վրա։ Ոչ թե ասենք մեր կյանքում դեռ արկա սնոտիապաշտական, ինչի նկատում եմ սնոտիապաշտություն։ Որոշակի ձևեր կա, որովհետև տեսեք, մարդու բնությունը այնքան խորն է եւ այնքան խճճված, որ հոգևոր, երբ որ մենք ասում ենք, որ մենք հոգևոր ենք, վերստին ծնված ենք, դա չի նշանակում, որ մեր Աստծո հետ հարաբերությունը արդեն կատարյալ վիճակի մեջ է եւ մեր կյանքում չկան որոշ կողմնակի ազդող գործոններ։ Դա կարա լինի դեռ մարդը վախենա մարդկային կարծիքից, դեռ մարդը որոշակի սովորություններ, որոշակի արարողակարգ դեռ իր կյանքում պահպանի, մտածելով, որ այդ արարողակարգը իրեն դեռ օգնում է Աստծո հետ հարաբերության մեջ։ Դրանք սնոտիապաշտական կարան լինեն որոշակի սկզբունքներ, որոնք ընդգրկեն սնոտիապաշտական հատկություն մարդու կյանքում։ Եվ ուղղակի պետքա լինենք, որ այս մեր հոգևոր անձնական սկզբունքների մեջ արկա չեն հիմքում, արկա չեն այդ երևույթները, որովհետև ընդհանուր անձնական սկզբունքները պիտի ուղիղ հաստատված լինեն Աստծո խոսքի վրա։ Այսինքն այն պիտի լինի հոգևոր սկզբունքներ, որովհետև մենք այն ընտրում ենք հոգևոր հասակի առաջընթացի համար։ Սա առաջինը, որպեսզի հասկանանք ինչ է նշանակում Աստծո կամքի զանազանությունը անձնական սկզբունքների միջոցով։ Անձնական սկզբունքները նորից, որպեսզի առավել մեզ հասկանալի դառնա, սա մի փոքր օրինակ։ Օրինակ խմիչքի վերաբերյալ, որտեղ ես եկեղեցում քրոջ հետ ունեցա խոսակցություն եւ շատ կարեւոր է, տեսեք, խմիչքի վերաբերյալ մենք ուշադիր պիտի լինենք։ Աստծո խոսքը խմիչքի վերաբերյալ ինչ է ասում։ Մենք գիտենք, որ Աստծո խոսքի ճշմարտությունը խմիչքի վերաբերյալ մեզ ներկայացնում է, որ խմիչքը վտանգավոր է կամ վնասակար է։ Գինին, վերցնենք գինին, որտեղ գինու մասին է մեծ մասամբ խոսքը, բայց պետք է հաշվի նստենք, որ Իսրայելի մշակույթը, որի մասին մենք կարդում ենք ամբողջ 5 կտականում եւ նաեւ որոշակի նոր կտականում, որտեղ եկեղեցիում դեռ արկա էին հрьяաները, այն նրանց մշակութային կարևոր մասնիկ է, որտեղ նույնիսկ եթե դուք անդրադառնաք 5 կտակարան, երբ որ Աստված խոսում է օրհնությունների, անեծքի մասին, օրհնությունների շրջանակում անդրադառնում է, որ ձեր գինին առատ կլինի, գինին այն խաղողի բերքներ, այսինքն այդտեղ նաև օրհնության օղակներում տեսնում եք, որ գինու մասին է խոսում, այսինքն այն մշակույթի մասնիկ է, որտեղ գինին հանդիսանում էր ոչ միայն նրանց խմիչքը, այսինքն այլ նաև նրանց այսինքն արարողակարգի խմիչք, այլ նաև գինին հանդիսանում էր որոշակի բալասան, յուղը, գինին, դեղը կամ նրանց ջրի հետ խառնած գինին, որպեսզի ավելի դիզինֆեկցիա լինի ջուրը, այսինքն փորացավ չունենան, որոշակի հիվանդություններից ապահովված լինեն։ Ամեն դեպքում մենք տեսնում ենք, որ պետք է սրա հետ հաշվի նստենք, բայց երբ որ խոսքը գնում է գինու մասին, Աստվածաշնչում, մենք տեսնում ենք, որ գինու մասին հոգևոր որպես ճշմարտություն, Աստված մեզ հայտնում է, որ նա կարա դուր բացի մեղքի։ Այսինքն գինին ինքը իրանից խնդիր չի որպես խմիչք, բայց այն կարա դուր բացի մեղքի համար, այսինքն խնդիրը, երբ որ առաքյալը ներկայացնում է կամ Աստծո խոսքը, գինին չի ներկայացնում խնդիր, այլ գինովնալն է ներկայացնում խնդիր։ Մենք պետք է զանազանենք գինին գինովնալուց։ Առաքյալը, երբ որ հատվածներում խոսում է վտանգի մասին, խոսում է գինովնալու վտանգի մասին, ոչ թե գինու, որտեղ եթե մենք ուղղակի վերցնենք գինին
եւ ասենք, որ գինին ինքը ընդհանրապես արգելված է, մենք սխալ կասենք, նախ Աստծո խոսքում այդ գինի արգելված չի, երկրորդը, երբ որ ասենք արգելված է, ուրեմն այն իրավունք էլ չունենք օգտագործենք հաղորդության սեղանի համար։ Եթե մի բանը արգելված է, եթե մի բանը ինքը իրանից հանդիսանում է մեղք, ուրեմն մենք իրավունք չունենք նրան ընդհանրապես կպնենք։ Մենք պետք է նրանից հեռու մնանք։ Այստեղ է խնդիրը։ Սա շատ կարևոր է, սերս, որովհետև մենք պետք է ուշադիր լինենք Աստծո խոսքի ճշմարտությունը, որն է գինու վերաբերյալ, նոր անձնական սկզբունքները ձևավորենք այդ ճշմարտությունից։ Այսինքն ես քանի որ հասկանում եմ, որ Աստծո խոսքը մեզ ասում է, որ գինին իր մեջ կարա վտանգ ունենա դուռ բացելու, անառակության, մեղքի, բամբասանքի, այսինքն մեղքի դուռ բացելու, ես իմ կյանքում կարամ անձնական, ուշադիր լսեք, անձնական սկզբունք որդեգրեմ, ընդհանրապես գինի չխմեմ։ Բայց ես ոչ մեկին չեմ կարող ասեմ, Աստվածաշունչը ասում է, որ ընդհանրապես գինի չի կարելի խմել։ Չկա այդպիսի բան։ Այստեղ ամբողջ կարա խնդիր առաջանա։ Մարդ կա, որ կարա խմի գինի, ինքը հոգևոր հասունությունով ու որդեգրել է, որ ասենք մեկ բաժակից ավել չի խմում։ Կամ խմում է որոշակի խնդիրներ ունենալու համար, բայց չի ուզում այդ խնդիրները մյուսներին ասի։ Խմումը, այսինքն տեսեք, դրա համար կարա առաջանա բախումներ, կարան առաջանա սրանք։ Բայց մենք կարանք մարդկանց մոտենանք եւ մեր սկզբունքի մասին խոսենք եւ ասենք, որ ընդհանրապես գինին վտանգավոր է, որովհետեւ մենք մարդ լինելով, ես որպես իմ անձը առաջ բերելով կարամ ասեմ, ես կարամ չափը չպահպանեմ, որովհետեւ մի բաժակից արդեն կարա իմ վրա ազդեցությունը մեծ լինի եւ այդ չափը չպահպանելով կարամ մի վերջո ընկնեմ արդեն գինովնալ, այսինքն մեղքի մեջ արդեն։ Այսինքն մենք կարանք կիսվենք, բայց ինչքանով մեր դիմացինը դա կլսի եւ ինչքանով ինքը դա իր համար կվերցնի որպես հոգեվոր խորհուրդ խրատ, սա արդեն մեր գործը չի, սա արդեն իր գործն է եւ իր Աստծո հետ ունեցած հարաբերությունը։ Որպիսի մեր գայթակղությունը ճիշտ չանադառնա գայթակղության այս ամենը, մենք պետք է հասկանանք, որ սա մեր անձնական սկզբունքն է եւ մենք պետք է իմանանք, որ այս անձնական սկզբունքը հիմնված է Աստծո խոսքի այն ճշմարտության վրա, որ ոչ թե գինին է վտանգավոր, այլ գինովնալն է վտանգավոր։ Այսինքն եւ մենք հասկանում ենք, որ գինին ինքը որպես երևույթ, որպես նյութ ինքը կարա դուր բացի գինովնալու համար, այսինքն մեղքի մեջ ընկնելու համար։ Եվ սրանից ելնելով մենք կարանք անձնական սկզբունքներ որդեգրենք։ Ուրեմն, բայց նորից եմ ասում, այս համոզմունքները պետք է զանազանենք, որ սրանք մեր անձնականն են, սա բոլորին չվերաբերվող է։ Այսինքն սա ունիվերսալ բոլորին վերաբերվող սկզբունքներ չեն, սա մենք որդեգրել ենք մեզ համար, սա անձնական սկզբունքները Աստծո կամքի մասին։ Մյուսը, Աստծո կամքը պետք է զանազանենք մարդկային պատվիրաններից։ Մարդկային պատվիրաններից։ Ինչ ասա, մարդկային պատվիրանների այն ֆորմուլան հենց նա է, երբ որ մեր անձնական սկզբունքը ձևավորվում եւ դառնում է ավանդույթ, այսինքն այն դառնում է արդեն սովորություն, մեր անձնական սկզբունքը։ Եվ մոռանում ենք, որ դա մեր անձնականն է եւ այն փորձում ենք եկեղեցում մղել կամ խոսքի մեջ ներկայացնել որպես Աստծո պատվիրան։ Երբ որ մեր մարդկային ընկալումներից Աստծո խոսքից արտադրված անձնական սկզբունքը մեզ պաշտպանելու համար որդեգրված, մենք այն ներկայացնում ենք որպես Աստծո պատվիրան, այստեղ առաջ է գալի, այսինքն այդ սկզբունքը մենք դարձնում ենք մարդկային պատվիրան։ Սա ամենավտանգավոր սկզբունքներից մեկն է։ Եվ իմիջիայլոց բախումներ կարան առաջանալ։ Եվ անցյալ ձեռնարկությունում մեջ ես ասացի, որ շատ հաճախ բախումները առաջանում են կոնկրետ Աստծո խոսքի ճշմարտության, ոչ թե ճշմարտությունը եւ ստությունը այդ հատվածի նկատմամբ, այլ երկու այդ հատվածի նկատմամբ սխալ ընկալումներ բախվում են իրար։ Հատվածի ճշմարտության նկատմամբ երկու սխալ ընկալումներ, երկու սխալ կարծիքներ կարան բախվեն իրար։ Բայց շատ հազվադեպ է, որ ստությունը բախվի ճշմարտության, որտեղ ճշմարտության հետ որևէ մի բախում չի կարող, ճշմարտությունը միշտ հաղթում է։ Ճշմարտությունը միանշանակ լրացնում է սուտ կարծիքը։ Երբ որ ճշմարտությունը տեսնում եք եւ որևէ մեկը ձեզ մի հատվածի վերաբերյալ ճշմարտությունն է ասում, դուք ուղղակի լռում եք եւ ասում եք այո, ամեն։ Բայց երբ որ երկու սխալ կարծիք կա, միշտ բախում է առաջանում եւ շարունակական, որտեղ երկուսն էլ սխալ ընկալում են կոնկրետ ճշմարտության։ Սա կարևոր է, որ մենք հաշվի առնենք։ Որոշակի օրինակներ բերենք նաև մարդկային պատվիրաններից։ Տեսեք, որոշ եկեղեցիներ, օրինակ մալականները որդեգրել են, որ իրանք պիտի սաղամոսներ երգեն, եւ նրանց համար մյուս հոգեվոր երգերը կարող հանդիսանան ոչ իրենց ավանդույթի, ոչ իրենց պատվիրանի համաձայն։ Այսինքն, տեսեք, այստեղ որևէ մեկը չի կարող ասի, որ սա է ճշմարիտ եւ կամ նա է ճշմարիտ։ Այստեղ պետք է հասկանանք, որ սա պատվիրանները եւ մարդկային սկզբունքներ են որդեգրված։ Ուրեմն, ինչը կարա հանդիսանա վնաս, երբ որ մենք պետք է անցալենք, որ այս մարդիկ ուղղակի որոշակի երաշտական գործիքների հանդեպ
չունեն հակում։ Այսինքն մեկը կարա համարի, որ գիտարը երաժշտական գործիք չի կարող հանդիսանալ հոգևոր երգերի համար։ Մեկը կարա համարի, որ շատ կարևոր գործիք է գիտարը հոգևոր երգերի համար։ Այսինքն այստեղ մենք պետք է զանազանենք, տեսեք, այս ամենը կապված է որոշակի ավանդույթների հետ, որոշակի ընդգրկում նաև մշակութային, որոշակի ընդգրկում նաև անձնական սկզբունքներից ձևավորված։ Այսինքն սա կարող է այդպես լինի։ Օրինակ կան երկրներ, որտեղ ընդհանրապես երաժշտական գործիքներ չեն օգտագործում։ Նրանք երգում են սաղմոս եւ երգում են ուղղակի խորեգրաֆիկ կերպով առանց երաժշտական գործիքի։ Սա իրանց անձնական սկզբունքն է, բայց երբ որ սա կներկայացվի որպես Աստծո խոսքի ճշմարտություն, այդ ժամանակ դուրս է գալի դա մարդկային ավանդույթներն են, որը կարող քանդի Աստծո խոսքը։ Այսպիսին է ինչպես հрьяաների կողմից առաջացած շաբաթի վերաբերյալ ավանդույթը, երբ որ այն ներկայացնում են, այդ ավանդույթը ներկայացնում են որպես Աստծո խոսք, գայթակղություն է, Քրիստոսը պայքարում էր այդ ամեն ինչի դեմ։ Եվ նույն աստիճան էին նրանք պայքարում շաբաթի պարագայում, երբ որ ուզում էին նույնիսկ Քրիստոսի սպանել 38 տարվա հիվանդի մասին, եթե կարդաք կտեսնեք, որ նրանք երբ որ տեսան 38 տարվա հիվանդը, երբ որ թրջկոտում է կամ վերցած իրան կողինը գնում է, նրանք չաչացին, ես ոնց է 38 տարվա հիվանդը, կյանքի ամբողջ կեսից ավելին հիվանդ մարդը հիմա քայլում, դա մոռանալով ասացին, այս շաբաթ օրը քեզ անկողինդ վերցրել։ Այսինքն նրանց ուշադրությունը միշտ ուղղված է այդ պատվիրանի վրա։ Այսինքն այստեղ ոչ թե Աստծո խոսքն է, որ ուրախանան Աստծո ողորմությունով եւ նրա կարողությունով, որ կիրառվեց այդ անձի վրա, այլ իրանց պատվիրանը պահպանվեց, թե չէ։ Սա ավելի կարևորում են, քան թե իրականում Աստծո գործը, որպեսզի Աստծուն փառավորվի։ Այսինքն սա կարա վնաս, այսինքն երբ որ ավանդույթը դառնում է առաջնային եւ այն պահանջ է դառնում, որ բոլորը այն կատարեն, սա մարդկային պատվիրանի է վերածվում եւ այն միշտ քանդում է Աստծո խոսքը եւ թույլ չի տալիս, որպեսզի հավատացյալը ուրախանա։ Այսինքն նույնպես առաջ է գալի գայթակղության որոշակի օղակներ։ Սա շատ կարևոր է, որ դուք կանադառնաք կտեսնեք, որ մարդիկ այս խոսքերն ունեն։ Քրիստոսը երբեք չի հագե արևային ակնոցներ։ Ուրեմն արևային ակնոցները դա մեղք է։ Բայց սիրելիներս, Քրիստոսի ժամանակ արևային ակնոցներ չկար։ Քրիստոսի ժամանակ կար որոշակի պատրաստված ինչ-որ մի կերպ, որ հագտում էին իրենց գլխին, եւ կամ որոշակի ծառեր, որի տակ էին մտնում, որպեսզի շոկից պաշտպանվեին։ Այսինքն ամեն դեպքում մենք պետք է հասկանանք, արևային ակնոց չի կրել, ուրեմն մենք արևային ակնոցները մեղք է։ Տեսեք, սա նույնպես վերաբերվում է, երբ որ ավանդույթը կամ հասկացողությունը ոչ ճիշտ քաղված Աստվածաշնչից վերագրվում է բոլորին որպես Աստծո պատվիրան։ Կամ Քրիստոսը երբեք միկրոֆոն չի օգտագործել, բայց եթե Քրիստոսի շրջանում միկրոֆոն լիներ, Քրիստոսը կօգտագործեր միկրոֆոնը։ Այսինքն տեսեք, ինքը հատուկ չէր տանի այդ սարը, որպեսզի այնտեղից խոսեր, որ բոլորը լսեն։ Ինքը ընտրում էր այն վայրերը, որպեսզի կարողանար իր ձայնի այդ տատանողականությունը բոլորին հասարելն է։ Դա ասում են լեռան քարոզ։ Հիմա տեսեք, սա շատ կարևոր է եւ ժողովարանները այնպես էին պատրաստվում այդ ամբիոնի մասը, որպեսզի ձայնը մղվեր դեպի մարդիկ։ Այսինքն հաշվի էին առնում այս կերպերը, բայց եթե միկրոֆոնը արդեն հետագա դարաշրջանում եղավ, կօգտագործվեր նաեւ միկրոֆոն։ Կամ օրինակ քարոզիչի հագուստը, անպայման պիտի կոստյում լինի։ Տեսեք, չկա այդ, դրանք բոլորը սկզբունքներ են որդեգրված Աստծո խոսքից։ Այն պիտի պարկեշտ հագնված լինի, ոտքերը բաց չլինի։ Այսինքն սա հաշվի առնելով մարդիկ կարող ասեն, որ կոստյումը ամենահարմար, բայց երբեք չեք կարող ասեք, որ պատվիրանը այն, որպես Աստծո խոսքը։ Աստված պատվիրում է քարոզիչը պիտի կոստյում հագնի, չեք կարող, չկա։ Այսինքն սա կարող վերածվի արդեն գայթակղությունների եւ վեճերի։ Ուրեմն մենք հասկանում ենք, որ սա առավել մարդկային պատվիրանը դա մի բան է, որը քո անձնական սկզբունքը դու ներկայացնում ես որպես Աստծո խոսք։ Եթե մենք անդրադառնանք Քրիստոսի հագուստին, ուրեմն բոլոր քարոզիչները պիտի հագնեին այն շորը, այն խալաթի նման այն շորը, որ հագնում էին հрьяաները։ Որովհետև այսինքն մենք պետք է ուշադիր լինենք, սա գալիս է մշակույթից, սա գալիս է ընդհանուր ուխտի տակ լինելով, այն Մովսեսի ուխտի տակ լինելով, հрьяաները ունեին նորմատիվ օրենքի նորմատիվներ, որը մեր վրա կիրառելի չի, այսինքն 613 օրենքները նորմատիվներ, որոնք նորմատիվ ձևավորում էին Իսրայելի մեջ եղող այդ Քանանի երկրում, այդ խոստացյալ երկրում, այդ կենցաղը, կերակուրների պատրաստումը, հագուստի ձևավորումը, իրանց վարքը, իրանց բարոյական սկզբունքները չի կարելի ասել, որ բոլորը մենք պետք է վերցնենք դեր։ Օրինակ, նրանք ցից էին կրում իրենց մեջքին, որտեղ որ դուրս էին գալի բանակից իրենց կարիքները, պահանջները հոգալու, ցիցը փորում էին, գործը անում էին եւ ծածկում էին հողով։ Հիմա մենք չենք կարող ամեն մեկս ասենք, որ ամեն մի հավատացյալ պետք է իր մեջքի վրա ցից կրի։ Այսինքն, չէ՞ որ մենք արդեն ունենք տուալետները, ունենք այդ ունիտազը, ունենք այդ ջուրը, որ արդեն
կպած, այսինքն ճիշտ հասկացեք ինչի մասն է խոսքը, այսինքն չի կարելի ավելի մանրանալ եւ աստվածաշնչյան պատմական կոնտեքստին կպած մշակութային տարրերը վերագրել եւ ասել այսպես է ճիշտ անելը։ Սա նույնպես կարա լինի խնդիր։ Ուրեմն մենք տեսեք մենք ինչի մասն ենք խոսում։ Աստծո կամքի մեջ մենք պետքա զանազանենք։ Որն է Աստծո նախասահմանված կամքը, որն է Աստծո բարոյական կամքը։ Եվ բարոյական կամքի մեջ պետքա զանազանենք, որն է ուղիղ պատվիրան եւ որն ենք մենք քաղում աստվածաշնչյան ճշմարտությունից որպես անձնական սկզբունքներ։ Սա շատ կարևոր եւ պետք է ուշադիր ենք, որ անձնական սկզբունքները չներկայացնենք որպես Աստծո պատվիրան, ունիվերսալ բոլորի համար, որովհետեւ այն չվերածվի մարդկային պատվիրանի։ Այս դաշտում կա նաև ծայրահեղություն։ Կա որ մարդիկ, որպեսզի խուսափեն սրանից, ասում են, այսինքն վերագրում են ամեն ինչը մանրամասը օրենքին, ինչ որ 5 կտականում արել, ասում են դուք էլ նույնպես պիտի անեք, եւ կա որ ասում են ընդհանրապես ոչ մի պատվիրան չպիտի պայեք։ Պատվիրան մենք պիտի պայենք, որտեղ Քրիստոս ասաց այն, որ ես պատվիրեցի, եթե մեկը ինձ սիրում է, իմ պատվիրանները կպայի, պատվիրանները կան։ Մենք պետք է զանազանենք, ո՞րն է այդ պատվիրանը, այսինքն ճիշտ տեսնենք հատվածները, դա մեր Աստծո խոսքի քննությունը տալիս է մեզ ճիշտ Աստծո կամքի հասկացողություն։ Այստեղ եմ ես ասում, որ պետք է ուշադիր լինենք, որքանով ենք մենք այն ճիշտ տեսնում, ճիշտ մեկնաբանում, որքանով ենք մենք ուսումնասիրում Աստվածաշունչ։ Եվ նաև կա մեկ այլ ծայրահեղություն, անտինոմոս, մեկը օրինական լինելն է, լեգալիզմն է, որը օրինականությունն է, ամեն ինչը օրենքի իշխանության տակ են պահում, մյուսը անտինոմոս, օրենքից ընդհանրապես պատվիրաններից հեռու է, այսինքն ոչ մի պատվիրանի կարիք չկա, ինչպես գտնում եք, որ ճիշտ է, ազատորեն վարվեք։ Սա արդեն նույնպես խնդիր է, որովհետև մեր կյանքի բարոյական արժեքները ձևավորում են պատվիրանները։ Այո, պատվիրանները ուղիղ եւ պատվիրանները քաղված Աստվածաշնչից։ Բայց ամեն դեպքում մենք հասկանում ենք, որ կա երկու ծայրահեղությունը, որտեղ ամեն ինչ դնում են օրենքի տակ, մյուս կողմն էլ ամեն ինչ օրենքի տակից հանում է, դարձնում է ամեն ինչը լիբերալ, այսինքն ազատական։ Ինչ ուզում ես արա։ Սա արդեն խնդիրն է, սա արդեն այն պարագան է, երբ որ Աստծո շնորհքը վերածվում է անառակության։ Ասելով, որ մենք Աստծո շնորհքի տակ ենք, ոչ մի օրենքի կարիք չկա, եւ այստեղ ընկնում են արդեն այս ծայրահեղության մեջ։ Ուրեմն տեսեք, սա շատ կարեւոր է։ Մյուսը 5-րդ ազգային մշակութային ավանդույթը զանազանենք Աստծո կամքից։ Մշակութային ձևավորումը, վերցնենք հաղորդության սեղանը։ Ազգային մշակույթը կարա ձևավորի հաղորդության մասնակցելու հաճախականությունը։ Կան երկրներ, որտեղ տարին մեկ անգամ է եկեղեցին հաղորդության մասնակցում։ Կան երկրներ, որտեղ շաբաթը 2 անգամ։ Կան երկրներ, որ ամիսը 2 անգամ կամ ամիսը 1 անգամ։ Սա Աստծո պատվիրանը չի սիրել։ Սա մշակույթից ձևավորված որոշակի խնդիրն է։ Կան մարդիկ, որոնք մշակույթից ձևավորված ասում են, դե տեսեք, այն ժամանակ գինին պարունակել է ալկոհոլ, չի կարելի գինին ալկոհոլից հանել, նոր այդ գինին մատուցանել, բայց այստեղ խնդիրը խորհրդանիշը ոչ թե գինու ալկոհոլն է, այլ գինու գույնը։ Երբ որ մենք խոսում ենք ընդհանրապես աստվածաշնչյան ճշմարտության մասին, որ Քրիստոսը ասում է սա է իմ արյունը, Քրիստոսը ի նկատի ունի գինին որպես խորհուրդ եւ գինին որպես խորհրդանիշ Իսրայելի, որպես որդի հասկացողության Իսրայելի, որը նաեւ խորհրդանիշ է Քրիստոսի, որտեղ Իսրայելը 5 տականում հանդիսանում էր Աստծո որդի, եւ հետագայում մենք տեսնում ենք, որ այդ Աստծո որդին Եգիպտոսից կանչված նաեւ Քրիստոսն է, այսինքն սրանք բոլորը խորհրդանիշներ են, որ մենք պետք է հասկանանք, այսինքն գինի հասկացողությունը խորհրդանիշի մեջ չի ընդգրկում ալկոհոլ ունենալ կամ չունենալ, այլ գույնի մասին է խոսքը։ Այսինքն այստեղ մենք կարող հասկանանք, որ մշակութային, այսինքն այն ձևավորվել է Իսրայելի մշակույթից, մշակույթը, եթե այլ մշակույթում լիներ Քրիստոսը, միգուցե ուրիշ խմիչք խմեր եւ ուրիշ խմիչք ասեր սա։ Դրա համար այստեղ մենք պետք է կարողանանք զանազանել, որ մշակույթը չի պիտի լինի Աստծո խոսքին փոխարինող տար։ Այն մշակույթի տարը, օրինակ շատ հաճախ, ինչպես ասեցի, մշակույթից ելնելով մեկը կարա հաղորդության հաճախականությունը երկարացնի, մեկը կարճացնի, կամ մեկը կարա խմի մի բաժակով, մեկը կարա խմի մի քանի բաժակներով, այսինքն այստեղ կոնկրետ պատվիրան չկա, այլ մշակույթի հետ կապված է։ Եթե կոնկրետ երկրում կա աղտ, կա վնասակար մի հիվանդություն, իհարկե մարդիկ ընտրում են ամեն մեկին առանձին բաժակ, չեն ընտրում մի բաժակ եւ այդ մի բաժակից բոլորը խմում, որովհետեւ հաշվի առնելով մշակութային այս տարը։ Այսինքն սա նույնպես կարեւոր է։ Որպեսզի մենք հասկանանք այդ մշակույթի ուսումնասիրության մեջ մենք պետք է տեսնենք, որ խաղողի ճզմվելը դա խորհրդանիշ է Քրիստոսի մարմնի ջախջախվելուն։ Խաղողի ճզմվելը Իսրայելում դա ցույց է տալի, այսինքն այդ մեղքի խորհրդի Աստծո պատիժը իր ընդգրկելու եւ արյան թափվելուն։ Դրա համար այստեղ խորհրդանիշը ոչ թե ալկոհոլն է, այլ գինին,
որպես խաղող, որպես խաղողի հյութ, որպես խաղողի ճզմված հյութ, որպես մարմնի ջախջախված արյան, եւ խաղողի գույնը եւ խաղողը որպես ճզմվող երևույթ։ Տեսնում եք, այսինքն սա հաշվի առնելով մենք հասկանում ենք, որ սա գալիս է մշակույթից, եւ այս մշակույթի տարը ուղղակի պետք է հասկանանք ինչի հետ է կապված, որpիսի մենք մեր մշակույթում ճիշտ կիրառենք։ Օրինակ, կարելի է արդյոք հաղորդության սեղանի օգտագործել գինու փոխարեն խաղողի հյութ կարմիր գույնի։ Այո, կարելի է։ Իսկ կարելի է գինին եռացնել, սպիրտից զատել եւ հետո սառացնել, նոր մատուցանել որպես հաղորդություն։ Կարելի է։ Այդ ժամանակ կարելի է խմել մեծ չափաբաժնով, բայց քանի որ ժամանակ չեն ունենում սպիրտով են մատուցանում գինին, փոքր բաժակների մեջ են մատուցանում։ Այսինքն մենք պետք է հաշվի նստենք սրա հետ։ Այստեղ չի կարելի ասել սա է ճիշտ կամ նա է ճիշտ։ Մենք պետք է ճիշտ ընկալենք մշակույթի սկզբունքը եւ ճիշտ այն համատեքստայնացում անենք արդեն մեր այսօրվա արդի կյանքում կիրառականի մեջ։ Սա կարևոր է։ Եվ այսպես, մենք որոշակի առումով ամբողջացրեցինք եւ արդեն մեզ համար հասկանալի կլինի ինչի մասն է խոսքը։ Ուրեմն նորից առաջնային Աստծո կամքի հետ կապված հավատացյալը պետք է կարողանա զանազանի Աստծո կամքը նախասահմանուցված եւ Աստծո բարոյական կամքը իրարից, որովհետեւ շատ հաճախ այդ մարգարեությունները, այդ գուշակությունները հոգեվոր առումով, այդ միստիցիզմը անդրադառնում է Աստծո այն ծածկված կամքին։ Նրանք մտնում են այն դաշտ, նախասահմանված դաշտ եւ փորձում են ավելի այդ դաշտում Աստծո կամք զանազանել, որ Աստված մեզ թույլ չի տալի եւ մեզանից ծածկել է։ Այդ բարոյական կամքը մեզ հայտնված այդտեղ շատ կարեւոր է, որ դուք ուսումնասիրեք Աստվածաշունչը եւ առավել ողջամիտ վարդապետությունից արտադրված անձնական սկզբունքներ ձեռք բերեք եւ նաեւ ողջամիտ վարդապետությունից արտադրված քաղված Աստծո կամքի մասին իմացություն ձեռք բերեք։ Սա ամենակարևորներից է։ Մյուսը մենք տեսանք, որ բարոյական կամքը, որը կարևոր է մեզ հայտնվածն է, պետքա զանազանենք այդ բարոյական կամքի նաեւ անձնական սկզբունքները կապված մարդկային պատվիրանները կապված Աստծո խոսքի հետ եւ նաեւ մշակութային որոշակի սկզբունքներ կապված Աստծո խոսքի հետ։ Այսինքն չի կարելի մարդկային սկզբունքները, մարդկային պատվիրանները եւ մշակութային տարրերը վերագրել եւ ասել սա Աստծո անսխալական խոսքն է։ Տերը ձեզ օրհնի իր փառքանը, որովհետև ինչի առաքյալը նորից եմ ասում, անդրադառնում սրան, որովհետև ինքը միշտ շեշտում է, ուշադրի նայեք ամենակարևորը, որ է բարին, հաճելին եւ կատարյալ, այսինքն այն Աստծո կամքը, որը մեզ հայտնված է, որը հանդիսանում է բարին, կատարյալ եւ հաճելին, այն էլ հենց բերում է եկեղեցու հարաբերությունների մեջ շինություն։ Այսինքն այդ շինության օղակներում առաքյալն ասում սա է բարին, հաճելին եւ կատարյալը, դա Աստծո կամքն է եւ դա մեզ հայտնված է։ Հետագայում արդեն մենք անդրադառնանք, թե ինչպես առաքյալը ցույց տալի, որ այդ կամքից արտադրված հոգեվոր կյանքերը նորոգված մեր մտքի նորոգության համաձայն, ինչպես է շինություն բերում եկեղեցուն, եւ եթե ոչ, ինչպես այն խանգարում եկեղեցու շինությունը։ Տերը ձեզ օրհնի իր փառքի համար, ամեն։